Ես միշտ ուրախանում եմ, երբ որ Տիրոջ տուն գնալու առիթ է լինում։ Բայց եթե չի լինում, առիթ ստեղծում ենք։ Ոնց լինի ամեն օր առավոտ երեկո աղոթաժողովներ կան եւ առիթ ունենք գնալու։ Բաց մի թողեք այդ առիթը։ Ուրախալի առիթ է։ Ամեն։ Այդ աղոթաժողովները շատ կարևոր են։ Աղոթքը գիտենք, որ շատ են խոսացել, դա զրույցը Աստծո հետ։ Երբ որ մարդու հետ խոսում է, շատ կարևոր է գնահատի ինքը ով է, դիմացինինը ով է։ Սենց կոպիտ ասեմ, խելքի գլխի մարդը նախ գնահատում է ում հետ է խոսում, ու ինքը ով է, նոր այդ դիրքից խոսում է իր հետ։ Որ չլինի հանկարծ մինես բան ասի, որ հետո ամաչի, ախր ես չգիտեի, որ այս մարդն էր, սկի եղել է, որ նկատել եք, որ իրավիճակներ ա եղել, իմ հետ շատ ա եղել։ Մարդը մարդու հետ խոսում է ու անես շատ գրեհիկ տոնով բան, հետո որ բացայտում է, որ պաշտոնյա մեկն է, ամոթից քիչ է մնում գետինը մտնի։ Ես ինձ թույլ չէի տա սենց մանավանդ, որ ցենզուրից դուր բառեր էր օգտագործում, հետո բացահայտում է, որ ով է, ինքը իր ասածից ամաչում է։ Իմ հետ եղել է, որ աշխատում էի, մեր գյուղացիներից մեկը չէր ճանաչում ով եմ, գրեհիկ ձևով էր խոսում, բայց երբ որ իմացավ հավատացյալ եմ, ներողություն խնդրեց։ Ես հասկանում եմ, սա ոչ թե ինքը ինչ ճանաչեց, որովհետև իմ հետ շփված չկար, բայց հավատացյալ բառը երբ որ լսեց, հավատք բառը անպայման մարդիկ աշխարհը կապում է Աստծո հետ։ Եվ ինքը եթե ներողություն խնդրեց, ոչ թե իմ ով լինելու համար ներողություն խնդրեց, ես հասկանում եմ սա, այլ նրա համար, որ ես Տիրոջն եմ պատկանում։ Եվ Դավիթը սա շատ լավ էր հասկացել։ Սաղմոս 139 միասին բացենք, երբ որ խոսում է Աստծո հետ, ինքը միշտ աշխատում է, ինքը իր դիրքից դուրս չգա Աստծո հետ խոսալիս։ 139 երկրորդ խոսքից եմ ուզում կարդամ. Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, եւ հերվանց իմանում ես իմ մտածմունքները, իմ գնալն ու պարկելը քննում ես ու իմ բոլոր ճանապարհները գիտես, որովհետև դեռ բնավ խոս չկա իմ լեզվի վրա, ահա ով Տեր, դու ամենը գիտում ես, իմ հետևիցն ու առաջից պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վրա, այս գիտությունը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նրան։ Այս գիտությունը ասում է, այս ինչ որ դու անում ես, Տեր, Դավիթը հասկացել էր, որ Աստծուց ոչ մի բան չի կարա թաքցնի, ինչ էլ անի, մենք երբեմն մարդիկ կան հավատացյալներ, նույնիսկ գալիս են աղոթքի, աղոթում են, մեղքի մեջ լինելով, անես բառեր են օգտագործում, կարծես Աստված չգիտի, որ այդ մեղավոր մարդն է։ Մեկ էլ անես բառեր կօգտագործեն, որ հանրագիտարանում պետք է փնտրես այդ բառը գտնես, որ հասկանաս ես ինչ ասեց։ Պետք չէ դիրքից, Աստված ամեն բան գիտի։ Աստծուն որևէ բան սովորցնելու բան մենք չունենք, մենք ունենք սովորելու։ Աստծուց շատ բան ունենք սովորելու։ Այն գիտության մասին, որ խոսում է, Դավիթ ասում է, ես չեմ հասկանում։ Դավիթ ջան, բա որ այս օրերը դու տեսնեիր գիտությունը ուր է հասել։ Ինչքան կզարմանայիր։ Հասարակ մի մոծակը, որ նայում ես, իրանից ինչ է ներկայացնում, որ նայել Աստծո արարածն է, հա։ Մոծակի վրա ջերմատեսիլ կա, քանիսը գիտեն սրա մասին։ Ոնց է իմանում որտեղ ծակի, որ արուն քաշի, ջերմություն է զգում, դատչիկ ունի, հա, դատչիկ ենք ասում, ինչ է։ Ինչ։ Հա, в общем, տվիչ։ Առաջի անգամ լսեցի, բայց միշտ օգտագործել ենք դատչիկ։ Ջերմությունը զգում է, որ երակը ստեղ է, ծաղում է ճիշտ տեղ։ Չղջիկը որ թռնում է, ինքը էխոլակատոր ունի, ձայնը արձակում, բարձր հաճախականության ձայներ արձակում, մթության մեջ շատ փորձեր են արել չղջիկների վրա, դասերում, դպրոցներում անցել եք կենդանաբանությունից, որ այդ ձայների հաշվին, թեկուզ կատարյալ մթությունը ինքը իր թռիչքի ուղղությունն էլ է լավ ճանաչում, պատերն էլ է լավ տեսնում, դրա շնորհիվ մարդիկ այդ ջերմատեսիլը երբ հորինեցին։
գյուտ են արել, բայց այդ գյուտը վաղուց կար, Սողոմոնն ասում էր, դեռ բան չկա, նոր բան չկա, ինչ որ կա, վաղուց արդեն կար, ընես որ զարմանալու բան Աստծու մոտ է, մարդիկ նոր են բացահայտում դա, բայց դա վաղուց եղել է, ու սա շատ զարմանալի է, Դավիթն ասում է ինձ համար, փառք Տիրոջը, բայց ամեն դեպքում Պողոսը մի հատ սենց բան ասում է, շատից քիչը գիտեմ, սա այն Պողոսն է, որ միջև երրորդ երկինք ասում է հափշտակվեցի, այնտեղ ընես բաներ տեսավ, որ իր բարերով չէր կարում նկարագրել, ասելու բան չի, կարանք պատկերացնենք, Պողոսը ով էր, Պողոսը առաքյալների ամենագրագետ մարդն էր, ամեն, կարդացողները կասեն ամեն, ամենակրթված, ամենագրագետ, եթե աշխատություններով ամենահարուստ մարդը, ասում էր, բայց ընդեղ ընես բաներ տեսա, որ չեմ կարում ասեմ, աղբեր, չեմ կարում նկարագրեմ, նկարագրելու բաներ չի, բայց մի բան ասում, երբ որ հասկանում է այս ամեն ինչը, Հիսուսը մի անգամ իրան ասեց, երբ որ ինքը նեղության մեջ էր, հայտնությունների շատության պատճառով, որպեսզի ես չհպարտանամ, միտեղ ասում է, որ Աստծուց ինձ տրվեց սատանայի խայտ, որպեսզի չհպարտանամ, եւ ես ասում եմ շատ խնդրեցի, ես չեմ կարդում, ուղղակի իմ հիշածն եմ ասում, եւ խնդրեցի, որ ինձնից հեռացնի, եւ Տերն ասեց, իմ շնորհքը բավական է քեզ, այն ինչ որ գիտես, դա չի, այլ իմ շնորհքն է, այն ինչ որ աշխատում ես, դա չի, իմ շնորհքն է, շնորհքը շատ մեծ բան է, առանց շնորհքի ոչինչ չի լինում, նոր աղոթում ենք, ես ասեցի, որ արդարներն էլ Աստծո շնորհքի տակ են, մեղավորներն էլ Աստծո շնորհքի տակ են, Աստված աչառություն չի անում, համբերատարը, շատ, մենք այդպես համբերատար չենք կարող լինենք, ոնց է համբերում ամբարիշներին, ոչ մեկս չենք դիմանա, Աստծո պես, բայց նա դիմանում է, ու իր շնորհքը լրիվ հերիքում է, ամեն, Կորինթացիների 15-րդ գլխում, տեսեք ինչ ասում, Պողոս առաքյալը, երբ որ շնորհքի մասին է խոսում, 15-րդ գլխի 10-րդ խոսքից եմ ուզում կարդամ, բայց Աստծո շնորհքովն եմ, ինչ որ եմ, եւ նրա շնորհքն, որ ինձանում է, ունայն չեղավ, այլ նրանց ամենիցն ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը, որ ինձ հետ է, թե ես, թե նրանք, այսպես ենք քարոզում եւ դուք այսպես հավատացիք։ Ասում եմ, խնդրում եմ, սենց հավատացեք, որ ինչ որ եմ, Աստծո շնորհքով եմ։ Նույնիսկ ես իրանցից շատ եմ աշխատում, նկատի ուներ, հասկանում եք, չէ՞, մյուս առաքյալներին։ Պողոսի արածը ով է արել։ Միջև հիմա, որ ուզեն անել, չեն կարողանում, մեկը չկա, որ այդքան, ու այդ ինչ որ արել է, այն ժամանակվա տեխնիկաների, տրանսպորտի վիճակը, որ նայում ես հիմիկվա տրանսպորտի, այդ կոմունիկացիաների, այդ կապի միջոցների, ինտերնետ չի եղել, չգիտեմ, հեռախոս չի եղել, հասարակ են, հիմա ուր ենք հասել, բայց էլի չենք կարողանում։ Այդ Պողոսը ասում էր, ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը։ Երբ որ գալիս ենք աղոթքի, մի կան այն դիրքից, ես լավ եմ ծառայում, դրա համար ես լսելի կլինեմ, չէ, դու դրա համար չես լսելի, դու լսելի ես դրա համար, որ շնորհքի տակ ես։ Հպարտ դիրքից Աստծո հետ չի կարելի խոսել։ Որևէ բան չունենք Աստծուն զարմացնելու։ Եթե մի բան կարողանում ենք, անենք, Պողոս առաքյալն ասում է, այդ իր շնորհքն է։ Եթե մի բան էլ արեցի, իր շնորհքն է։ Երբեք մի հպարտացի։ Շատ սայթախուն է, երբ որ աղոթում ես, մարդը բժշկվում է, հպարտանալու այնքան պատճառներ է լինում։ Մեկ-մեկ էլ մարդիկ կարան բարձրանան, քարոզեն, ասեն,
Այս բանն է մարել, այն բանն է մարել, այն բանն է մարել, ու Աստուն չտալ փառքը, չասել, սա Տիրոջ շնորհքն էր։ Երբ որ աղոթում ենք, շնորհքի դիրքից աղոթենք։ Պատահական չի Հիսուսը ասում։ Մատթեոս 18:3-ում ասում է. «Մինչև դարձի չգա եւ չլինեք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը»։ Երկնքի արքայությունը հասկանում ենք, դա թագավորություն է, որտեղ կա թագավոր, եթե թագավոր, ուրեմն դա ինչ որ երկիր է, որը ունի իր ներքին օրենքները եւ այդ օրենքների համեմատ ենք մենք վարվում։ Եվ եթե մենք հասկացել ենք երկնքի արքայության քաղաքացիներ ենք, այդ օրենքներով ենք շարժում, այդ օրենքներով ենք վարվում, այդ օրենքներով ենք դիմում եւ ընդունում։ Ամեն։ Երեխաների շատ բան ունենք սովորելու։ Երեխան երբեք չի գա քեզ ասի, քանի որ պապաջան, ես քո զավակն եմ, դու ինձ ծնե բերել ես, դու պարտավոր ես ինձ մեծացնես։ Ես լսել եմ, այտենց երեխեք կան, միջև խործերություն պետք է ինձ պահես, բա ինչ պետք է անես։ Մեկ էլ մարդիկ են ասում, դե որ Աստված ստեղծել է, թող պահի էլ։ Ավելի ամբարտավաններն ասում են, Տեր Աստված, կարում ես մեզ պահի, չես կարում իջի մենք քեզ պահենք։ Սա ինչ դիրք է։ Ամբարտավանության վերջի աստիճանն է։ Չի կարելի այս դիրքից։ Հետո երգ են գրում, ուր է իր Աստված։ Աստված իր տեղում էր, դու ուր էիր։ Դու քո դիրքում չէ, դու հելել էիր, քեզ հավասարեցնում էիր Աստծուն, որի պատճառով Արուսյակը ընկավ, ինչի պատճառով, հպարտության, մոռանալով Աստծո շնորհքը, որ հասկանար Պողոսի պես, ինչ որ այեմ քեզանով, եթե այդպես լիներ, ինչ էր լինելու, չգիտեմ, չեմ ուզում գուշակեմ։ Փառք Տիրոջ, ինչ որ այենք, Տիրոջ շնորհքով ենք։ Եվ երբեք Աստծո շնորհքը քիչ չհամարես։ Տերն ասում է, իմ շնորհքը քեզ բավական է, բավականացիր։ Այն ինչ որ ունես, դա բավական է քեզ։ Այն ինչ այսօրվա հացը ունես, դա իր շնորհքն է։ Դա քեզ բավական է, ավելին մի ձգտի։ Մենք ավելի մեծ բան, բա ես չունենամ, բա ես ու խնդրում ենք, ասում եմ, այս մարդը չի ուզում բավականանա։ Իմ շնորհքը չի հասկացել, իմ շնորհքի լիությունը, նրա լիությունով ենք մենք որ կանք։ Եվ այդ շնորհքը այնքան մեծ է, որ ծրի է տրվել։ Ծրի ենք արդարանում, ժողովուրդ։ Պողոս առաքյալը ասում է, ծրի ենք արդարանում։ Փառք Տիրոջ։ Տիտոս թղթից էլ կարդամ, միասին աղոթենք, հա։ Տիտոս 3-րդ գլուխ 7-րդ խոսքում տեսեք ինչ ասում։ Որ նրա շնորհքով արդարացած ժառանգ լինենք հավիտենական կյանքի հույսով։ Նրա շնորհքով ենք արդարանում հավիտենական կյանքի հույսով։ Նրա շնորհքն է մեզ ապրեցնում։ Նրա այդ շնորհքով ենք մենք արդարանում, ոչ թե գործերով։ Ես որևէ բան չեմ կարա անեմ, որ փրկվեմ։ Որ զարմացնեմ, ասում տես ինչպիսին եմ, որ դու պետք է ինձ փրկես։ Չէ, նրա շնորհքն է մեզ փրկում։ Ամեն։ Ու այդ շնորհքը մեզ լի բավական է, լի։ Նույնիսկ էլ ավելի քան բավական է։ Երբ որ մենք մոտենում ենք մեր հորը, ինչպես երեխաներ, շնորհքի հույսով, ոչ թե վարձքի։ Երբեմն մարդկա կարող է մոտենա աղոթի, դե այս բանն արել եմ, իրավունք ունեմ այս բանն էլ խնդրեմ։ Տերն ասում է, հա, խնդրեք կտրվի, բայց խնդրելու դիրքը, դու ինչ դիրքում ես խնդրում։ Գիտակցում ես դու ով ես ու ով դարար։ Գիտակցում ես, որ ձրի դարար Աստծո զավակ։ Եվ սրա համար ոչ մի բան քեզնից չպահանջվեց, ընդամենը հավատալ։ Հավատում ենք, չէ՞ սրան։
Եթե խորանում ենք, այդ հավատն էլ մեզնից չի, այդ էլ ինքը տվեց։ Ամեն։ Ստացվում է, ինչ արեցինք, որ։ Բա իր շնորհքը ոնց անտեսենք, ոնց շնորհակալ չլինենք, երբ որ գալիս ենք աղոթքի, երբ որ գալիս ես այս դիրքի մեջ, ես չեմ կարող չհուզվել։ Երբեմն իմ երեխեքներն ասում են, «Էն չի լացում»։ Դե չգիտեմ ոնց նկարագրեմ, բայց այն ապրումները, որ ունենում են, այն գիտակցումն է բերում ինձ այդ արդյունքներին, թե ով եմ եղել ես, ու հիմա ով եմ ես, ինչ եմ անում։ Ստեղ որ կանգնած եմ, սա ինձնից չի, սա Տիրոջ շնորհքն է։ Եթե ես բան եմ կարում խոսամ, այնքան մարդ կա, որ կուզի խոսա չի կարում։ Սա Տիրոջ շնորհքը չի։ Ինչքան երեխեք կան, էլ ուր ասես տանում որ խոսալ սովորեն։ Դժվար է, շատ դժվար է, բայց Աստծո շնորհքով ենք, ինչ որ կանք։ Տերը օրհնի ձեզ, կանգնենք աղոթքի։ Կա երկու ծայրահեղություն։ Շնորհքի ծայրահեղություն, երբ որ ամբարտավանություններին աշճանա հասնում, ասում Աստծո շնորհքը ինձ ներել է, ես կարամ մեղքել գործեմ, Աստված մեկը ինձ ներելու է։ Երբ որ մեկին վիրավորում ես, ու ավելի շատ ստացվում է, որ դու վիրավորում ես քո հարազատին, ավելի խորը քան թե ուրիշին։ Դու ամենաշատը, ամենախորը դու կարաս վիրավորես քո հարազատին, քան թե ուրիշին։ Ինչի է տենց ստացվում, չգիտեմ, բայց երևի այն ակնկալիքում, որ դե կներվի, էլի, կների, էլի։ Իհարկե կների, բայց այդ դիրքից չվիրավորենք մեր հորը։ Եվ բայց բաց չթողնենք նաև շնորհքը, բաց չթողնենք համարձակությունը եւ պարծանքը մինչև վերջ։ Եբրայեցիների 3:6-ում դա ասում, չկարդացի։ Բաց չթողնենք համարձակությունը եւ պահենք այդ համարձակությունը։ Եվ որն է այդ համարձակությունը։ Իր արյունն է մեր համարձակությունը, ոչ թե մեր ով լինելը։ Իր արյունը մեզ արդարացրեց։ Իր խաչը մեզ արդարացրեց եւ դա մեզ տալիս է համարձակություն ամեն ժամանակ, պատշաճ ժամանակին մոտենալ շնորհած աթոռին։ Ամեն կա շնորհքի աթոռ։ Նրա մոտենալու համար շնորհքով մոտենանք։ Շնորհքի դիրքից, ակնկալիքով։ Աղոթենք։ Տեր Հիսուս, փառք քեզ։ Գոհանում ենք քեզանից այս ժամերի համար։ Օրհնում եւ մեծարում ենք քեզ։ Շնորհակալ ենք քո մեծ շնորհքի համար։ Եվ եկել ենք խոստովանելու, այո Տեր, մենք քո արյան կինն ենք։ Հայր, մենք քո զավակներն ենք։ Բայց չենք ասում, որ դու պարտավոր ես։ Դու երբեք ոչ ոքի պարտավոր չես։ Ու չես էլ եղել։ Ես գալիս եմ քո շնորհքի տակ։ Եվ խնդրում եմ շնորհք եւ իմ համար, եւ լսողների համար։ Քո շնորհքով ենք արդարացել, քո շնորհքով ենք փրկվել։ Քո շնորհքով ենք Հայր, քո զավակները դարձել։ Եվ քո շնորհքով այցելիր այստեղ գտնվող յուրաքանչյուրիս, վերցրու ամեն տկարի տկարությունը, ամեն հիվանդի հիվանդությունը, Տեր, բժշկիր քո շնորհքով։ Դու առատ ես քո շնորհքով, լի ես քո շնորհքով, քո այցելությունը այսօր թող լինի, քո շնորհքը թող թափվի այստեղ, որի համար փառք, պատիվ եւ օրհնություն Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։